Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք ամեն երեքշաբթի եւ ամեն ուրբաթ կանոնավոր պարբերականությամբ ձեր ուշադրությանը ներկայացնել Ղազարյան versus Ղազարյան նախագիծը։ Այս անգամ Պետրոս Ղազարյանը մեզ մի մեծ նվեր է մատակարարել, ազգային ժողովի падգամավոր Հասմիկ Հակոբյան, այն նույն Հասմիկ Հակոբյանը, ում ցեղակիցների մեծամասնությունը աշխատում են ազգային ժողովում, նույնիսկ նրանց բարեկամ Վարոն Ալեն Սիմոնյանի ընտանիքի վարորդ է դարձել։ Այնպես որ բաժանորդագրվեք Անտիֆեքի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները, donation alerts, Patreon, super chat, բանկային փոխանցումներով Անտիֆեքին օգնեք եւ հետեւեք մեր այս եւ մյուս թողարկումներին։ Բարի վայելում։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր մենք կզրուցենք ազգային ժողովում քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Բարի երեկո Տիկին Հակոբյան, շնորհակալություն հավեր ընդունելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, Հասմիկ ջան, ապրես որ եկել ես, լուրջ եմ ասում։ Կարեր չգայի, չէ՞, կարեր խելքդ հաստեր չգայի, չէ՞, բայց ապրես որ եկել ես։ Ես Պետրոսից էլ եմ գող, քեզնից էլ եմ գող, էլի կգաս։ Ես ուզում եի անցնեինք ներքաղաքական թեմաներին, բայց այսօր աչքովս ընկավ, որ Սամվել Կարապետյանը էլի արհեստական բանականությամբ դիմել է մարդկանց իր ծրագրերի մասին։ Ձեզ հասկանալի է, ինչ ձեր ընդդիմությունը փաստորեն արհեստական բանականությունով է շփվում մարդկանց հետ։ Ձեզ հասկանալի է ինչու։ Իհարկե հասկանալի է։ Նրա խոսելու բոլոր փորձերը բարեհաջող չեն եզրափակվել։ Բայց երբ է փորձել որ մի հատ Դե երբ որ կարճ անգամ խոսել է, հիշում եք մի անգամ կարճ խոսեց ու պարզվեց որ քրեական օրենսգրքով նկարագրվող արարք է գործում։ Մի րոպե, Հասմիկ ջան, դու Պետրոսը որ մի բան չի հասկանում, դա գիտենք։ Այդ ղազախական ծորենը լրիվ է իր տոնը քանդել։ Դու էլ փաստորեն, դու էլ ես ուտում այդ ղազախական ծորենից, բայց այնց քեզ լավ ես բանան, դիետայով ես ուտում, հա, փաստորեն։ Դիետոլոգի տված չափաբաժիններով ես դու ուտում ղազախական ծորենը։ Այսինքն Պետրոս, դու չգիտես Սամվել Կարապետյանը չի կարողանում իրական ելույթներով հանդես գա ուղերձներով, չգիտես դու։ Այսինքն դու մինչ հիմա չգիտես, որ Սամվել Կարապետյանը այսքան ժամանակ ապօրինի կալանքի տակ է, որ հիմա տնային կալանքի մեջ է, որ միակ մարդն է, որ տնային կալանքի մեջ գտնվելով դատանի որոշմամբ ուղերձներ հղելու իրավունք չունի, տեսանյութեր հղելու իրավունք չունի։ Այդ մասին դու տեղյակ չես, չէ՞։ Հերթական անգամ արհեստական բանականությունը։ Բայց որ դու իսկական բանականություն ես, չէր իմանա։ Հիմա որ հաջողություն էլի, ասենք իշխանապողությունից հետո այս աղջկան բռնեն տանեն նստացնեն իր գործած մեղքերի համար Աբովյան քրեակատարողական հիմնար։ Հասմիկ ջան, տուն դից կարելի է ուղերձներով հանդես գաս։ Ասես մի նախադասություն ասեց, որ այդ նախադասությունը քրեական, ինչ մեր ձևով է քրեական բան։ Հիմա ասենք որ դու մի հատ մարդու հետ ենթադրենք հարաբերություններ ունենաս, դու ասես ես այս ձևով եմ ուզում, ինքն էլ ասի ես էլ այս մի ձևով եմ ուզում։ Էդ էլ լավ հանցանք։ Հա։ Այ, Հասմիկ։ Ինչքան փող են տալի քեզ այս ամեն ինչի համար։ Հեսա քաշում են, եկա մտա բանը նայել եմ հայտարարագրերը Պետրոս։ Այնպես որ ամեն անգամ մեմ է դառնում կամ նրա խոսացածը, դրա համար խնայելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին դիմում են արհեստական բանականությանը, կոչ կանեին նաև մյուս ընդդիմության լիդերներին, հա, օրինակ նույն Ռոբերտ Քոչյանին եւս դիմել արհեստական բանականությանը եւ խնայել մեր հասարակության նյարդերը, որովհետեւ նրա անգամ ժեստիկուլյացիան ու դեմքը բնական վիճակում նյարդայնացնում է ու վատ հիշողություններ է արթնացնում։ Ինչ վերաբերում է բայց նրա արհեստական բանականությանը դիմելը ուզում եմ նաև անպայման ֆիքսենք, որ պրոբացիոն ծառայությունը օրինակ մեկնաբանել է, որ Սամվել Կարապետյանը ազատ է տեսաուղերձներով դիմելու իրականում ոչ թե արհեստական բանականությամբ, որևէ արգելք չկա։ Սուտ ես ասում, աղջիկ ջան, դու սուտ ես ասում, որովհետև դու այդ արգելքի մասին կարաս իմանաս մենակ այն ժամանակ, երբ որ կարդացած լինես դատարանի որոշումը, իսկ դատարանի որոշումը դու չես կարդացել։ Դատարանի որոշումը կարդացել է Սամվել Կարապետյանի փաստաբանը, ով որ ստացել է այդ որոշումը, որից պարզադարձ է, որ Սամվել Կարապետյանը ուղերձներով հանդես գալու իրավունքից զրկված է, նույնիսկ հարցումներ են արել քննչական կոմիտեին, թույլ չեն տալի, Պետրոս թույլ չեն տալի, վախենում են, հասկանում ես։
Մարդուց վախենում են, նկարից են վախենում, այդ ցավը տանը Սամվել Կարապետյանը նկար տենում են գժում են, քաղաքապետարանը մարդ հաղարկում է թումա փողոցներից այդ նկարները պոկ են թափեն, վախենում են այ մարդուց վախենում, հայից վախենում են սրանք։ Դրա համար դու ելն ես ցինիկաբար Սամվել Կարապետյանը, հեսա քեզ որ տանը նստածեն բանտ այն ժամանակ դու բան կանես, դե համեկում մի հատ արհեստական բանականության Պետրոս Ղազարյան կսարքենք, Ղազախական ծորենը Լագյանով կդնենք դեմը, ու այդ արհեստական բանականության Պետրոս Ղազարյանը կսկսի հաղորդումներ վարել։ Կարող է հանկարծ մենք էլ մատ Ղազարյան versus Ղազարյան անենք արհեստական բան, հələ մատ փորձենք Պետրոս, տենեք ինչ կստացվի։ Հələ մատ որ դու առաջին անգամ արհեստական բանականությունով բերտից անես հաղորդում։ Ես էլ մատ կփորձեմ դրա Ղազարյան versus Ղազարյանը։ Հասմիկին էլ կանենք հյուր։ Դեմ չես, չէ։ Այն ժամանակ մատ թազատուն առած կլես արդեն։ Դա տուն առնում ես ինչ անես, մեկը բերտում ես նստելու։ Չնայած սուֆլյոր կա, բան կա, ժամանակակից Ես ասեմ ավելին վարչապետը նաև ասում էր, եթե հեռախոսի խնդիր կա, կարող ենք նաև ապահովել, նաև որ հեռախոս լինի, ինտերնետ լինի, չիպ լինի, ինչ է պետք որ նա կարողանա դիմել, որովհետև արգելք չկա։ Այլ բան է, որ նրա փաստաբանները ակտիվ փորձում են այդ թեզը առաջ տանել, որ իբր չի կարող, դրա համար չի դիմում։ Իսկ աղջի ջան կլինի ձեր Սամվել Կարապետյանը, որը ոչ մի հանցանք չի գործել նի ազատության մեջ, իսկ ձեր վարչապետը, որ քրեական օրենսգրքի համարյա թե բոլոր հոդվածներով հանցանքներ արդեն գործել է, հատկապես են իշխանազավթման, պետական դավաճանության, պաշտոնական լիազորությունների չարաշահ, այն ինչ որ կարա պետական պաշտոնյան անի, այդ հոդվածները լրիվերով անցել է։ Ինքը դա նստի բանդ, հեռախոսն հենաս Սամվել Կարապետյանի կողմնակիցները տարան տվին։ Ինքը այդ ուղերձներով հանդես գա։ Կլինի փոխվի, մտենանքը դրանից հետո ինչ կլինի, Պետրոս, ինչ ես կարծում, Պետրոս, ինչ կլինի։ Ես լրիվ պատկերացնում եմ, թե ինչ կլինի։ Ուղղակի խնայում են թույլ տվեք հոգատարություն նկատել այս արարքում, խնայում են հասարակությունը, իսկ իրականում չեն ուզում ամեն անգամ նրա խոսելուց, իսկ հիմա առիթները շատ են նրա խոսելու լինելու, չեն ուզում ձայներ կորցնել հավելյալ։ Հա բայց դες մինչև վերջ չի կարա, չէ՞ գնա, մեր պետք է խոսել։ Չի կարող ասել, բայց ինչ տարբերությունն է, ինչով է խոսում, ինչու է խոսում։ Այդ մարդն ով է քաղաքական դաշտում, որ մի հատ էլ խոսի կամ մարդիկ սպասեն նրա խոսքին։ Նա ոչ տեխնացու է, ոչ կարող է լինել տեխնացու, նրանց այդ Տաշիր գրուպի կամ Մերձևովի քաղաքական առաջնորդը, առաջին համարը Նարեկ Կարապետյանն է։ Աղջի ջան, բա դու ով ես, որ խոսես, հələ մատ սրա կենսագրությունը նայ Պետրոս։ Ուրեմն սա 2014-15 թվին ATV հեռուստաընկերության սցենարիստ լրագրող 2015-17 թվերին Եվրոպական կրթական տարածաշրջանի ակադեմիայի կադրերի բաժնի պետի օգնական, կադրերի բաժնի պետ է, չէ, կադրերի բաժնի պետի օգնական 17-ից 18 թվին H3 հեռուստաընկերության խմբագիր պրոդյուսեր, դա բանն է, օրինաց երկիր, բան տվել են քեզ, այն պահածոներից 2017-19 էլ Արարատ Նյուզի լրատվական կայքի լրագրող։ Էսա սրա կենսագրությունը։ Սամվել Կարապետյանն ով է։ Սամվել Կարապետյանը իսկի տեխնացու չի։ Դու տեխնացու ես, այս բանի ոչ մեկն տեխնացու չի։ Հələ կենտրոնական դրական հանձնաժողովը տեխնացուների գրանցում չի արել։ Իսկ Սամվել Կարապետյանը Պետրոս ջան ասեմ, ինքը պատգամավոր տեխնացու չի ուզում դառնա։ Ինքը վարչապետի տեխնացու է։ Սամվել Կարապետյանը Հասմիկ ջան, պատգամավոր չի դառնալու։ Ինքը վարչապետ է դառնալու։ Բարձա, կեթաս վարչապետիդ կասես, թող ուրախանա։ Ռոբերտ Քոչարյանը անսպասելիորեն հայտարարվեց Հայաստան Դաշինքի Շատ, ես զարմացած։ ինտրիգ էր ահավոր Հայաստան Դաշինքի տեխնացու եւ այնտեղ մի քանի թեզերով քննադատեց ձեզ։ Տեսեք, եւ քաղաքական կան, եւ բարոյական կան։ Դուք հանձնեցիք Արցախը եւ փորձում եք այնպես անել, որ ժողովուրդը մոռանա մեր հերոսությունները, դուք ասում եք, որ հայրենասիրությունը վնասակար է, վտանգավոր է, մեր ինքնության մասը ուզում եք ասել, որ մենք ինքնություն ջնջում եք մեր ինքնությունը, որ մենք ինքնություն չունենանք, մի խոսքով դուք ուզում եք ասել, որ հայրենասիրությունը դա վատ բան է։ Շատ լավ, նախ ինչից եք վերցրել, որ մեզ ա դիմել։ Նա Արցախը հանձնողներին է դիմել եւ Արցախը հանձնողները իր դիմաց նստած էին կամ մաքսիմում Շահրամանյանին կարող էր ման գալ եւ որպես Արցախ հանձնող դիմեր նրան։ Մի րոպե, աղջի ջան, Շահրամանյանը ինչ կապ ունի։ Ինքը Շահրամանյանն Արցախը հանձն է,
Ինչի է հանձնել, որովհետև ղեկավար է եղել։ Բա այդ նույն ժամանակաշրջանում Սամվել Շահրամանյանի ուրիշ ղեկավար չի եղել։ Հայաստանի վարչապետն ով է եղել։ Կարող է հիշես Պետրոս։ 23 թվին Հայաստանի վարչապետը ով է եղել։ Նիկոլ Փաշինյանն է եղել։ Դրանից առաջ ով է եղել 22 թվին, որ հոկտեմբերի 6-ին արդեն Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում Պրահայում։ Գիտես դու Հաչի ջան, ով է եղել այդ ժամանակ։ Եղել է Նիկոլ Փաշինյանը։ Բայց դրանից առաջ մինչև պատերազմը Հայաստանի վարչապետը ով է եղել։ Նիկոլ Փաշինյանը։ Բայց պատերազմի ժամանակ ով է եղել վարչապետ։ Եղել է Փաշինյանը։ Այսինքն այդ սաղ ժամանակ խաղաղության ժամանակ, պատերազմի ժամանակ, պարտության ժամանակ, պարտության հետևանքների ժամանակ Հայաստանի վարչապետը եղել է Նիկոլ Փաշինյանը, բայց ինքը պատասխանատու չի։ Այս Սամվել Շահրամանյանը, քանի որ 7 օրով շրջափակման պայմաններում արդեն եղել է վարչապետ, ինքը պատասխանատու է։ Իմացա՞ր Պետրոս։ Ես կարծում եմ մի քիչ գործընկերային չէ ուղիղ եթերում եւ ամբողջ Հայաստանի առաջ դիմել իր գործընկերներին ու ասել ինչու հանձնեցիք Արցախը, կարող էին փակ քննարկումների ժամանակ իր ցասումը բարձրաձայներ, եթե գործընկեր չէր այդ գործընթացին, իսկ մենք եւ մեր ուժը անգամ տեղահանումից առաջ, հա, այսինքն 2020-ի պատերազմից հետո փորձել ենք ամեն ինչ անել, որ չհայաթափվի Ղարաբաղը, որպես Արհավատչյան դրա օրինակ հորդորներ էին Սոֆիայում բանակցել Ադրբեջանի իշխանության հետ, բայց գիտեք, որ Արցախը հանձնողները նախընտրեցին գնալ Եվլախ։ Ամեն ինչ արել է ինքը, ասում է պատերազմից առաջ դրանից հետո իրանք ամեն ինչ արել են, որպեսզի Արցախը հանկարծ չհանձնվի։ Հիմա տարետնանք ինչ արել Պետրոս այս աղջիկը ամսաթվերով էլի։ Պատերազմից առաջ 2019 թվին, հələ մինչև պատերազմը 18 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխություն արդեն եղել էր Ալեն Սիմոնյան ազգային ժողովի падգամավոր, ինքն էլ падգամավորի օգնական, հենոնա դարավ ազգային ժողովի նախագահի տեղակալ, ինքը նախագահի տեղակալի օգնական։ Չգիտեմ ինչ հարցերով ես եղել Հասմիկ ջան։ Կարող է խաղալիքների բաների գծով ես եղել այդ ազգային ժողովի նախագահի տեղակալի օգնական։ Իր համար ասենք խաղալիքներ բերես բանես բան Չգիտեմ, ես տեղյակ չեմ, բայց գիտեմ, տեղյակ եմ, որ այդ ժամանակ, երբ որ ինքը եղել է падգամավորի օգնական, 19 թվին մարտի 22-ին Երևանի նոր թաղամասում գնել է բնակարան, մինչև այդ չի ունեցել։ 2021 թվին պատերազմից հետո գնել է Hyundai 2015 թվականի արտադրության ավտոմեքենա։ Այդ արել է որպեսզի Արցախը պատերազմից հետո չհանձնվի։ Դա մոտ մեծ ավտո է առնել։ Այդ որ ավտոն է Հասմիկ ջան, այդ որ տրթատից առել ես այդ ավտոն է, թե ուրիշ է, այն ուրիշ է։ Դա հետո կպարզենք։ 2024 թվականի հայտարարագրում էլ այդ նորքի բնակարանից բացի 24 արդեն Արցախը հանձնելուց հետո Arm Construct SP-ից վերցել է փոխառություն 33 միլիոն 100 հազար դրամ։ Ուրեմն 33 միլիոն ասեցի։ Arm Construct-ն էլ Պետրոս ինտերնետում որ մտնես նայես, այն Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցու հարևանության մեր նորակառույց շենքի կառուցապատող ընկերությունն է։ Այսինքն մասիվում առած բնակարանը իրան քիչ էր, մեր երեխա ունի։ Հա, ուրիշ ոչ մի բան։ Ընտանիքի կազմը կազմված է իրանից ու այդ մեր երեխուց։ Բայց այդ մի տունը իրանց քիչ է եղել 19 թվին առած։ Մի հատ էլ 24 թվի հայտարարագրում գրել է այդ նորը, որ հիմա պիտի առնի։ Այդ ամեն ինչը ինքը արել է, որպեսզի Արցախը չան։ Դրա համար էլ նաև տարեկան 10 միլիոն 412 հազար դրամ աշխատավարձ ստացել։ 25 թվին մենակ 3 միլիոն դրամի դեկտեմբեր ամսին պարգևավճար։ Ճղվում այս աղջիկը մեջից ճղում է, չի մանում, ինչ անի, որ Արցախը չհանձնեն, Սամվել Շահրամանյանը վերցրի հանձնել այսօր իր համար եկել նստել։ Բա անարդար բան է։ Իսկ ինքը մենակ ինքը չէ, իրանց ամբողջ թիմը, այդ 200 գլուխը ամեն ինչ արել են, որ Արցախը չհանձնվի, բայց հանձնվել է։ Իրանք ինչ մեղք ունեն։ Ինչ մեղք ունեն։ Կանե Շարմազանովին տեսակ Մոսկվայում։ Ինչ որ դրվագներ տեսել եմ, բայց առաջին անգամ չեմ տեսնում, դրա համար չեմ գայթակղվել։ Մի րոպե։ Ինչ գայթակղվել։ Այսինքն դու Շարմազանովին տենալուց պիտի գայթակղվեիր, ես մի անգամը չես գայթակղվել։ Այ քեզ բան։ Բա դու ումից ես գայթակղվում ես։ Ում տեսնալուց ես գայթակղվում, հա? Օրինակ Ալեն Սիմոնյանին որ տենում ես, Հասմիկ ջան, գայթակղվում ես։ Կարող է դրա համար ես տենց հաճախակի իր հետ գնում
գործողումների ամենաշատ Ալեն Սիմոնյանի հետ գործողումների գնացող падգամավորներից է Պետրոս մեր Հասմիկ։ Դա իր նախկին օգնականն է։ Գայթակղվում ես, գնալուց առաջ ես գայթակղվում, թե գնալու ընթացքում, հա։ Իսկ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հետ ոնց է գայթակղության հետ կապված հարցերը։ Ხო չես գայթակղվում դրան տենալուց աղջի։ Չգայթակղվես։ Հա։ Կարող է դրա հետ գայթակղվել իր արդյունքներն է տալի, բայց գործ չունես։ Գործ չունես։ Դու քո համար падգամավոր ես, զբաղվի քո գործերով։ Ինչ ես, ամեն տղամարդ տենալուց կնիկ չի գայթակղվի։ Յա։ Շամազանը դու ինչ գործ ունես, որ հիմա որ Շարմազանով ազգային ժողովի նախագահի տեղակալ էր, ինքը եղել ազգային։ Այն ժամանակ տենալուց կարող է գայթակղվել, բայց հիմա որ ազգային ժողովի նախագահի տեղակալ չի, չես գայթակղվում։ Վերջացրու։ Ամոթա։ Սա չէ գայթակղվել։ Նման մտքեր միշտ նա արտահայտել է։ Վիտալի Բալասանյանից չի տարբերվում։ Ինչ է կանոն ինքնության հետ կապված ես գրեցի անգամ որ արձագանքեմ, եթե նրանց համար ինքնությունը, ինքնության պահպանումը դա ապօրինի գույքով հարստանալն է, դոլարային միլիոնատեր դառնալն է օրինակ որդու նոր չափահաս դարձած։ Դե ոչ մի տեղ գրած չի, որ հայ ինքնության մեջ չկա փողուտելը, այդ գրած չի։ Դա լավագույն դրսևորումը չէ, որ ազգերը ուզում են պահպանել եւ որպես իրենց ինքնություն մատնանշել հետագայի համար կամ այդ երբ այնց է ինքնություն դարձել Երևանի կենտրոնում օրինակ քաղաքացիներին գնդակահարելը Ճիշտ ասում է Պետրոս արա չի կարելի Երևանի կենտրոնում քաղաքացիներին գնդակահարել Երևանի կենտրոնում տեսել ես քաղաքացիներին գցես ավտոյտակ մեռնի գնդակահարել չի կարելի Ավտոյ ժամանակակից ես դարում, ավտոյ դարում, վարչապետի շարասյունը գնում է, ինչ կարիք է գնդակահար, քցեք ավտոյ տակ սպանեք, պրծեք այապեր, ճիշտ ձև է, մեզ մարդիկ ճիշտ ձևը գտել են, կենտրոնում երթևեկելու։ Դրա բանական շղթա պետք է լինի, երրորդը հզոր բանակ, եթե հզոր դաշնակից, ապա քո բանակը պետք է հզորացնի այդ դաշնակիցը, կամ նրա Այ կարա է դաշնակիցը հզոր բանակ սարքի։ Բայց մի րոպե էլի Պետրոս, ասենք այդ ինչ հիմարություններ ես դուս տալի։ Ով ասում, որ պետության դաշնակիցը պետք է պետության բանակը հզորացնի։ Այդ դաշնակցի պարտավորություններն է, մի երկիր այդ հիմա մի հատ ուրիշ երկրի բանակը հզորացնում։ Դες բան դու լսել ես աշխարհում։ Ամեն պետություն ինքն է իր բանակը հզորացնում, ինքն է իր երկիրը պաշտպանում։ Դաշնակիցը ինչ գործ ունի գա մեր բանակը հզորացնի։ Այդ ինչ հիմարություններ է։ Դուս ես տալի էլի։ Ով է դες բան ասել, որ պիտի մի հատ ուրիշ երկիր հզոր դաշնակից գա մեր բանակ ուժեղացնի։ Բա մենք ինչ պիտի անենք։ Մենք պիտի մեր բանակը տանք Սուրեն Պապիկյանի ձեռը, սրա ձեռը։ Լսի դու այն բանը գնացել էր, այն Սուրեն Պապիկյանը որ կազմակերպել էր, որ կանայք պիտի գնային հրաձգության վարժանքների բան։ Այն Ալփին գնացել էր։ Այն Ալխասը մի հատ է կասկար դրել գլխին իրանից մեծ։ Բայց դու ինչի՞ չէիր գնացել։ Այդ կանտեր քայթակղությունը թողնում մարդը իմանա ինչ անում։ Նրանց պատկերացրած մոդելում մենք առանձին ոչ բանակ ունենք, ոչ պետություն ունենք, ոչ էլ ինչ որ մի համակարգ ունենք, որ մի հատ էլ ինչ որ մեկը հզորացնի, հա? Դա ուրիշ մի համակարգ է լինելու ուրիշ տեղից բերված, եւ սա կատակ չէ բնավ, որ մենք ասում ենք խաղաղության, պատերազմի, պետականության եւ այլնի հարց է հունիսի ընտրություններին դրված, սա մենք կատակ չենք անում։ Սրա մասին չի խոսքը։ Բայց բանակի մասին գոնե Ռոբերտ Քոչյանը չպետք է խոսի։ Նա մեր ռազմական բալանսը Ադրբեջանի հետ, երբ որ ընդունել է պետությունը որպես Դու տենց հաշվարկներ ես, հա, կարում անես։ Օր այդ խոխելոք աղջիկ ես, հա, դու փաստորեն։ Հաշվարկներ ես կարում անես։ Իսկ դու հաշվել ես, Հասմիկ ջան, որ 44 օրյա պատերազմի ժամանակ ընդամենը 44 օրում Արցախի պաշտպանության բանակի նյութական կորուստը կազմում է մոտ 6 միլիարդ դոլար 6 միլիարդ Դու ասում ես բանակի Հայաստանի եւ Ադրբեջանի բանակի բալանսը 1.5 միլիարդ է եղել բայց դուք մեր բանակի մենակ տվել եք 6 միլիարդ դոլարի վնաս ու մեկ էլ ձեր պաշտոնավարման շրջանում մեր բանակը մի ձեռքբերումներ ունեցել Պետրոս ճիշտ է Բաքվի կենտրոնում Կասպից ծովի ափին ստեղծվել է հայկական բանակի թանգարան Քոնլով թանգարանը այդ Արցախի պաշտպանության բանակից վերցված զենքերը տրանսպորտային միջոցները, բաները, նաև կործանված զենքերը տալել են այդ կոչվում է
սպառազինությունների հայկական կործանված բանակի մեր թանգարանը բացվել Բաքվում։ Այս մարդկան շնորհիվ, այս աղջկա շնորհիվ։ Գնացել ես դու այդ թանգարան Հասմիկ ջան։ Բաժի չես գա։ Գտա անդես սիրուն սելֆիների արա բաները գցի Instagram, լայք կա ավակես։ Ու մենք այսօր էլի մեր ընդդիմադիրները այդ նույն Քոչարյանի մնացածի ինչու մենակ Քոչարյանի падգամավորներ, այլ պաշտոնյաներ ասում են դուք վախենում եք, որ հեսա իշխանություն կկորցնեք եւ ձեր վարկերը չեք կարող մարել։ Հա ինչ կարաս մարես Հասմիկ ջան։ Հիմա դու օրինակ 24 թվականի քո եկամտային հայտարարագրով գրել ես, որ վարկի գումար ես մարե 5.619.655 դրամ։ Հիմա որ դու ազգային ժողովի падգամավոր չլնես, ամսական մոտարապես այդ 1 միլիոն դրամի չափ փողը որ ստանում ես, այդ փողը չստանաս։ Այս վարկդ ո՞նց ես մարելու։ Հա Պետրոս, ո՞նց կմարես աղջիկը, ինչ կարա անի։ Կարա գնա գործնական հանդիպումների։ Կարա դա արդեն պետական պաշտոնյայի բավականին մեծ փորձ ունի, այսքան տարի աշխատել է падգամավորի օգնական, падգամավորի ազգային ժողովի նախագահի տեղակալի օգնական, հետո եղել է փորձ ունի, կարա գնա գործնական հանդիպումների ու գործնական հանդիպումը խորհրդատվություն տա, ասենք ժամը, նո ասենք 2 ժամը, լավ, 2 ժամը 70,000 դրամ։ Հա? Կարա գնա։ Բայց այդ դեպքում, ասենք, եթե 70,000 դրամով գնա, օրը 3 հատ գործնական հանդիպում էլ որ ունենա, դա անում է 210,000 դրամ։ Այդ ամսական, ասենք, 10 օրը տենց ելնի, դե խո վերջը այդքան պիտի նաև պատրաստվի այդ հանդիպումներին գնալուց։ Իմ գրքեր կարդա, բանանի ինտերնետից նյութեր նայի բանել, վերջը գործնական խորհրդատվության է գնում խո հենց։ 10 օրը դա անում է 2.100,000, բա 5 միլիոն էլի չի լինում, Հասմիկ ջան, բա ոնց կլինի, բա որ падգամավոր չլես այդ վարկերդ, ոնց կմարես, նագրուսկեն շատ ալերու Պետրոս ուրեմն, պիտի հանդիպումների քանակը ավելացվի, չես հասցնի ուղղակի Հասմիկ ջան, որ падգամավոր չլես գործնական հանդիպումներով չես կարա վարկերդ մարես, հələ այն կոմիտասի եկեղեցու մոտի են տուննել հլանդից իրա հերթին, չէ, պիտի падգամավոր էլի Պետրոս, այս մարդիկ падգամավոր չլեն շատ վատ վիճակ կլինի, երկրի համար կլինի, իրենց падգամավոր լելուց է երկրի համար վատ էլ, հա ինչ անենք, բացի իրենց համար լավ ալում։ Եթե մենք մեր գրպանն ենք լցրել այդ բյուջեն, ինչ վարկն ինքը ուներ կրթության նախարար, որը տեսակ ինչ հսկայական, ըհը։ Աստղաբաշխական։ Մենք էլ ունենք կրթության նախարար, նա էլ է ունեցել կրթության նախարար, մենք էլ ունենք падգամավորներ, նրանք էլ են ունեցել падգամավորներ։ Պետրոս, Ժաննայի հետ կռվել ես դու։ Սև կատու է ոնց է ձեր մեջ։ Արա դրա անունն չես ամեն անգամ տալի խայտարականում։ Դու ամեն անգամ ասենք դրա անունը, ըստ Ժաննայի անունը տալու, կրթության նախարարի անուն տալու տեղեր որ դու տվիր։ Հիմա ասենք տվիր, որ նորից հիշենք, որ մենակ քո կնիկը, մենակ դեկտեմբեր ամսին ստացել է 7 միլիոն դրամ պարգևա վճարել աշխատավարձ պարգևա։ Արա դրան ամեն անգամ ինչես դրան անունը դու տալի, որ մենք հիշենք, որ նա վարչապետի հետ, դպրոցների զուգարաններ, պարգևավճարներ, Մեսրոպ Մաշտոցին Այբերնյանից հանել, պարկի անկյունները, դպրոցները, ամեն անգամ այդ աղջկան դու տեղին անտեղին ինչես դրա անունը բերում, գցում, պրոբլեմ ունես դու դրա հետ Պետրոս։ Հա? Պրոբլեմ ունես, ուզում ես վրիցը ցրես, չես իմանում ոնց անես, ոնց տանես գլուխն ուտես, այդ աղջկա։ Կարող է ինչ-որ թազա բանենա հայտնվեք հո, հա, ջահել տարիներդ ես հիշե, այ Պետրոս։ Խաղությունը, այն խաղությունը, որը երաշխավորված խաղություն է։ Պետք է այն հզոր դաշնակիցը եւ էլի ինչ-որ, չգիտեմ, ովքեր, չգիտեմ ինչու, երաշխավորեն մեր խաղությունը։ Ընդ որում ես ուրեմն հասկանում դա ինչ է նշանակում։ Եթե կողմերից մեկը խախտեց այդ դաշնակի այդ խաղության երաշխավորը ինչ անելու, հարձակվելու է այդ խախտողի վրա, այս հարցը բաց է մնում։ Պատժամիջոցների է կիրառելու, ինչ անելու։ Այդ իրենց կհարցնեք, որովհետև ես այդ մոդելը չեմ հասկանում, որովհետև ցանկացած դեպքում որևէ երաշխավոր ունենում է անձնական որևէ շահ։ Բայց Կիպրոսի օրինակը բերեց մենք խոսքի սկզբում եւ Իսրայելի օրինակը, բայց կա Ուկրաինայի օրինակը։ Երբ որ երաշխավորն է մեր հզոր դաշնակիցը եւ եվրոպական երկրները եւ ինչ։ Երաշխավորը հարձակվեց
որը տարին է պատերազմը եւ ամեն օր մարդիկ Երաշխավորյալի հետ։ Մենք էլ ենք ունեցել անվտանգության երաշխավոր կազմակերպություն, մեծապես որը Ռուսաստանի Դաշնությունն էր բնականաբար, ՀԱՊԿ-ի մասին եմ խոսում, եւ երբ որ մեզ պետք եղավ որ այդ մեկ անգամը գործարկվի այդ անվտանգության երաշխավոր կազմակերպությունը, մենք չգտանք բոլոր հոդվածներով, բոլոր ուղղություններով, կետերով, ենթակետերով դիմեցինք։ Ում ես դիմել, Աշի ջան։ Դու կարող ես 2022 թվի ՀԱՊԿ-ի դիմումը նկատի ունես։ Բայց 2022 թվին ՀԱՊԿ-ում նախագահող երկիրը գիտես ով էր։ Թե ընկել էր քո գայթակղություններով, գործնական հանդիպումներով ուշադրություն չես դարձրել։ Ես դարձրել եմ։ Հայաստանն էր։ Հայաստանի վարչապետը գիտես ով էր։ Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն 2022 թվին Հայաստանը, այսինքն Նիկոլ Փաշինյանը դիմել է Նիկոլ Փաշինյանի, Նիկոլ Փաշինյանը չի օգնել Հայաստանին։ Գիտես չէ Պետրոս, որ ՀԱՊԿ-ին երբ որ դիմում էր ներկայացվել, ՀԱՊԿ-ը պատրաստ էր Հայաստանին երաշերտ օգնության տրամադրման, դիվանագիտական աջակցություն, ռազմատեխնիկական աջակցություն եւ զինված ուժերի տեղակայում Հայաստանի սահմաններին։ Միակ երկիրը ՀԱՊԿ-ում, որ դեմաքվեարկը գիտես ով է։ Հայաստան։ Բա։ Մենք ունենալու ենք փոխադարձ Որը բերվել է Իրանին լրտեսելու համար։ Շատ ծիծաղելի է իդեպ այդ դիտարկումը, որովհետև պետքա, չգիտեմ, մանկամտություն, թե ինչ ասեմ, չեմ ուզում ուղղակի վիրավորել։ Կարող գիտեք այդտեղ պատկերացնում ենք, որ Միացյալ Նահանգները, ներողություն, Միացյալ Նահանգները ունի նորագույն տեխնոլոգիաները լավագույն, կարող է ցանկացած պահի լայվ ռեժիմով տեսնել ցանկացած երկրի, աշխարհում ցանկացած կետ, եւ նրան պետք էր Հայաստանի ճանապարհը, որպեսզի լրտեսեր Իրանին։ Սա Էլ եմ ասում, սա մանկամտություն է ուղղակի։ Կամ գիտեք, սա ինչ's է, որովհետև նրանք քաղաքացուն վերաբերում են էլի ներողություն եմ խնդրում, բայց նրանց բառերով եմ ասում, իրենց շրջապատի մարդկանց, որոնք չպետք է որոշեն ով լինի իշխանություն, մարդկանց, որոնք խորը անասուն ազգ են կոչում մեր քաղաքացիներին։ Դա սպանով ասե։ Այդ ինչ ես խոսում, աղջի ջան։ Արա ժողովրդի հաց ուտում եք, այդ ժողովրդի հասցեն դες բանել եք խոսում։ Այ քեզ բան։ Դες ինչ էր ասում Պետրոս։ Խորը անասուն ասելով ում նկատի ունես։ Գլուխդ մի կախի։ Հարցրու, դու հարցրու։ Պետրոս ջան, այս մարդիկ խաղաղության իրանց սեփական մոդելն ունեն։ Ու արդեն գործնականում ապացուցված է։ Այդ մնացած ինչ որ ասում են սուտ բաներ է, ախպեր ոչ մեկի մի լսի։ Դու մենակ իրան։ Նայ, խաղաղության մոդելը որն է, որ 10 թվի երբ որ գալիս են իշխանության, ասում են խաղաղություն, մենք 20 թվին էլ մա պատերազմ։ 20 թվին էլ մա պատերազմ ինչ ալում պարտություն։ Դավայ, այդ մեկից բրծանք։ Նորից անցանք։ Խաղաղություն, ամբողջ 21 թվին ասում են, մեկ է 21 թվին գալիս են իշխանության, խաղաղություն, 22 թվին նորից ջերմուկի պատերազմ։ Դրանից հետո 20 նորից հետո խաղաղություն, մեկ է գալիս է 23 թվի Արցախի շրջապակում պատերազմ 150,000 մարդու բռնի տեղանություն։ Հիմա նորից հաջորդի իրանց մոտ ասում եք կոմոդ այդ խաղաղություն ու պատերազմը ցիկլերով է, հա, ուղղակի բանը տարին մեկ է։ Այսինքն դու մա տարին մեկի ցիկլ ունեք խաղաղության ու պատերազմի։ Բա, հիմա հաջորդ ցիկլը երբ է, սեպտեմբերին։ Սպասես Պետրոս, ասել է Նիկոլը հաջորդ ցիկլը երբ է։ Վերադառնանք երաշխավորված խաղաղությանը։ Նա ասում է, այ գիտեք ինչի դուք չեք ուզում երաշխավոր։ Որպեսզի խաղաղությունը կախված լինի Փաշինյանից։ Այ Փաշինյանը ասում է, ես չեմ լինի, խաղաղություն չի լինի։ Իսկ երբ որ ինքը երաշխավորված լինի խաղաղությունը, օրինակ ռուսները երաշխավորեն խաղաղությունը, այդ ժամանակ արդեն Փաշինյանի կարիքը չի լինի։ Հենա երաշխավորված է, ինստիտուցիոնալ է եւ անձերից կախված չի։ Այդ դրա համար դուք որ խաղաղությունը անձից կախված լինի, չեք փնտրում երաշխավոր։ Ոյ, չգիտեմ սա ես ոնց մեկնաբանեմ իրականում, որ լուրջ լինի։ Այսինքն ոնց մեկնաբան, մինչև հիմա որ մեկնաբանել էր, դրանք լուրջ չէ։ Ահա բա մենք դրել ենք լուրջի տեղ ենք սաղ ընդունել քեզ։ Բայց մի պաստորեն հələ նոր այն դրանք սաղ անլուրջ մեկնաբանեցին, այս մեկը նոր պիտի մտածում ես ոնց անես, որ լուրջ լինի։ Գայթակղվի մեկնաբանի։ Դե Պետրոսի չես գայթակղվում։ Տենում ես։ Մի քիչ քեզ այդքան է մարզասրահ բան ես գնում, արա։ Մի քիչ ֆորմի արի, որ այս աղջիկը քեզ տենալուց են մի քիչ գայթակղվի։ Դա չընկել է Շարմազանովի օրը։ Չի գայթակղվում։
լրջով մատ լուրջի մեջ հասմիկ ջան, քեզ սազական ձևով էլի քո այն իմաստնությամբ, էլի այդ քո գիտելիքներով, քո հարուստ անվտանգային դիվանագիտական ամբողջ այդ փորձառությամբ մի հատ էս կարևոր հարցը մեկնաբանի։ Մի քիչ ոնց տնտեսականը կարաս անես, էլի քեզ սազական ձևով։ Նախ ստորագրվում են օրինակ խաղաղության համաձայնագիրը։ Չի ստորագրում քաղաքացի Նիկոլ Փաշինյանը քաղաքացի Իլհամ Ալիևի հետ։ Երկրի ղեկավարներ են ստորագրում։ Եվ նրանց հաջորդները եւս դառնում են շարունակող այդ քաղաքականության, չէ՞, ոչ ոք չի չեղարկել։ Մենք չենք ստորագրել օրինակ ՀԱՊԿ անդամակցությունը, բայց ստիպված ենք շարունակել կնքված։ Դա քաղաքացիները չեն ստորագրում, ոչ թե քաղաքացիներ, այլ երկու հզոր առաջնորդներ։ Ուղղակի մինչև հիմիկվա իրանց ստորագրած փաստաթղթերից ոչ մեկը ոչ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ոչ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի հայտարարությունը, ոչ 25 թվականի հոկտեմբերի 23 թվականի հոկտեմբերի 5-ի հայտարարությունը, ոչ TRIP-ի հայտարարությունը, ոչ մեկը վավերացված չի։ Այսինքն դա քաղաքացիների կողմից ստորագրված համաձայնագրեր։ Դրա համար էլ հենց խոսում եք խաղաղության խաչմերուկից, Իլհամ Ալիևը ձեռը առնում, ասում են Բայդենի ժամանակ էր, գնացեք Բայդենից ուզեք։ Հեսա TRIP-ը, գիտես չէ՞ TRIP-ում ինչա գրած Պետրոս։ Գրած է սույն համաձայնագիրը չի հանդիսանում միջազգային վավերացման ենթակա պայմանագիր, հետևաբար պետությունների միջև պարտավորություններ չի առաջացնում։ Հիմա վաղը միսօր Ալիևը Սյունիքը կստանա մեղրին այդ համաձայնագրով, Թրամփը կթողնի կեթա, Թրամփ 3 տարի հետո ժամկետը ավարտվում է, իրավունք չունի վերընտրվելու, Ալիևն էլ հավերժ նախագահ է, 30 տարյա նախագահ, ինչքան ապրի, այդքան ելնելու է, այն ժամանակ է կասի TRIP-ը գնացեք Թրամփից, TRIP-ի անունը ինչ է, Թրամփի անվանողը, ճիշտ է, Թրամփ ուր է, Թրամփ գնացե Ֆլորիդա, դե գնացեք Ֆլորիդայից ուզեք։ TRIP-ի մասին, TRIP-ը պատկերացնեք մեծ մի հատ կազմակերպություն է ստեղծվում, մեծ միլիարդավոր ներդրումներ են կատարվում եւ կախված է մի մարդուց, սա ծիծաղալի է։ Դե որ ծիծաղալի է, ծիծաղի, ինչ ասեմ, աղջի ջան, այդ էս դրան ժողովրդի վրա ծիծաղում են Պետրոսյան, մեր ժողովուրդն էլ էս մի քանի հազարամյակ ապրելով եկան է սրան սեռ։ Հիմա այս աղջիկը մեր պետության ղեկավարներից է։ Ինքը մեր ճակատագիրը որոշող որոշումներն է կայացնում։ Վաղ տալում գայթակղված, վաղ տալում չգայթակղված։ Բա Ինչու է Եվրամիությունից հիբրիդային արագ արձագանքման թիմ բերում։ Եվ ընդդիմությունը ասում է, որ սա տղա եք բերում մեր վրա, Մոլդովայի օրինակով խառնում եք Եվրոպան մեր ներքաղաքական կյանքին։ Նախ Մոլդովայի օրինակը նույնական չէ Հայաստանի Հանրապետության իրավիճակի հետ։ Մենք լավագույն փորձ ունենք հիբրիդային սպառնալիքին դիմակայելու սեփական փորձով։ Մենք 20 թվականի պատերազմից հետո հետընտրական զարգացումներ, ընտրություններ 21 թվականին մենք այդ հիբրիդային սպառնալիքներին շատ լավ ինքնուրույն դիմակայել ենք։ Մոլոդից, շատ լավ։ Դրմես ոնց է դիմակայե Պետրոս։ Այդ մեկը չի, երկուսը չի է։ N-ից ինքը մենակ սաղին դիմակայել է։ Ու հələ նա այդքան դիմակայելուց հետո էլ պաժալստա։ Ամբողջ ազգային իր ինչքան բարեկամ ունի, ով կարացել է տարել ազգային ժողովում տեղավորել աշխատանքի։ Դրանից իր դիմադրողական կարողությունները բարձրացել է։ Նախընտրական ցուցակում էլ արդեն չեն կողմնորոշվում։ Մի րոպե, Մարտունը Գրիգորյան ում ցուցակից էր, հիմա ուր է գնացել։ Այս Թևանյան Անդրանիկը, այս Վարդևանյանը, Էդգար Ղազարյան, էլ չեն կողմնորոշվում։ Իրականում որ մեկ-մեկ անուն են տալիս, ում հիշը։ Էդգար Ղազարյան, վերջը դու մա ձև քթար, որպեսի ասես Էդգար Ղազարյան, վայ քո տունը շինվի։ Արա մեռամ ասելով, մեծ կանչի արծածրուց, դեմ կարաս կանչես, Էդգար Ղազարյան, դու Էդգար Ղազարյանի գործունեություն ես քննարկում, այ բախտիդ յար։ Էդգար Ղազարյանի գործունեություն ադամ, Պետրոսը սամթե կտավ մի հատ էլ Էդգար Ղազարյան, խո չգայթակղվար աղջի։ Չգայթակղվես։ Էդ էր մնացել։ Ես էլ այդ վիճակի մեջ չեմ հայտնվել։ Ես շատ կուզեի ձեզ ասեի,
իհարկե շատ ռեալ է, որ օրինակ Քոչարյանը չի անցողիկ շեմը չի հաղթարի եւ կփոշիացնի մոտապես 7% ձայն։ Եվ ես շատ ուրախությամբ, քանի որ եւ նաեւ հանրապետականները ոչ մի շանս չունեն, անունը անգամ չկա եւ նաեւ ոնց որ չեն ուզում մասնակցել, նաեւ եթերներում ասում են, ես շատ կուզենայի հպարտորեն ասել, որ այս ընտրություններից հետո փաստորեն նախկին երկու նախագահները դուրս մղված կլինեն քաղաքական դաշտից, բայց չեմ կարող ասել, որքան էլ դա հաճելի կլինի ականջի համար շատ մեր աջակիցների, որովհետեւ նրանք այլ բովանդակության մեջ, այլ տեսքով վերարտադրվում են։ Այսինքն հիմա օրինակ Թաթոյանը կա, նշանակում է Սերժ Սարգսյանը դուրս է եկել, հա, պայքարից։ Այսինքն Արման Թաթոյանը Սերժ Սարգսյանը ինչ կապ ունի, կարաս ինձ ասես։ Արման Թաթոյանը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում եղել է արդարադատության նախարարի տեղակալ։ Ու դրա համար ինքը Սերժ Սարգսյանի հետ կապ ունի, դե հիմա ուշադիր լսի։ Ատոմ Ջանջուղազյանը Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից մինչև ձեր ժամանակներ եղել է ֆինանսների նախարարի առաջի տեղակալ գլխավոր գանձապետ։ Դուք նրան նշանակել եք ֆինանսների նախարար, հիմա էլ տալել եք նշանակել եք հաշվեկնիչ պալատի նախագահ։ Դավիթ Տոնոյանը նախարարի տեղակալ չի եղել, այսինքն եղել է սկզբից պաշտպանության նախարարի տեղակալ, հետո եղել է արտակարգ իրավիճակների նախարար։ Ու դուք Սերժ Սարգսյանի ժամանակ ու դուք նրան նշանակել եք պաշտպանության նախարար, հիմա էլ դատում եք։ Կիլի Գագոն ձեր խմբակցության պատգամավոր Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում եղել է պաշտպանության նախարար, թիկունքի գլխավոր վարչության պետ, հետո պաշտպանության նախարարի տեղակալ թիկունքի գծով։ Արտաշես Թումանյանը, որ եղել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը, հետո եղել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ, նաև, չգիտեմ, դրանից առաջ թե դրանից հետո։ Ու Սերժ Սարգսյանը նշանակել է Իրանում Հայաստանի դեսպան, հիմա Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է։ Հիմա ուզում եմ անամ Արտաշես Թումանյանը, այդ նախկիններից դուք պրծել եք, հա։ Արմեն Ղուլարյանը, այն որ կախիչները շպրտեց գետի Նիկոլ Փաշինյան, ինքն էլ սկզբել էր ստորացված ձևով ուզում էր վերցներ։ Ամենաերկար պաշտոնավարած մարզպետն է Հայաստանի պատմության մեջ 12 տարի Պետրոս, պատկերացնում ես 12 տարեկան երեխան արդեն մեծ երեխա, երեխան ծնվել է նոր ծնված, մինչև 12 տարեկանը Ղուլարյանը մարզպետն է եղել։ Ռոբերտ Քոչարյանը նշանակել է Ղուլարյանին մարզպետ, ու Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ամբողջ շրջանում ելել է մարզպետ, Սերժ Սարգսյանը նշանակել էր քաղաքաշինական կոմիտեի նախագահի տեղակալ, սրանք նշանակին նախագահ կախիչ գցին գետին հանին շպրտին։ Պետի նախքին չէ։ Խաչատուր Սուքիասյանը իր բիզնեսի ծաղկման շրջանը 2 անգամ պատգամավոր որ ժամանակաշրջանում անտրվել։ Գուրգեն Արսենյանը, որ ձեր պատգամավորներ հիմա նշանակել եք Ռուսաստանի դեպքում։ Այդ միավորված ինչ մակ կուսակցություն, միավորված աշխատանքային կուսակցություն։ Այդ որ ժամանակ էր ստեղծել հանրապետականի օրինաց երկրի հետ կոալիցիա կազմել։ Դու օրինաց հատուել են ժամանակ օրինաց երկրի բան լրագրող, հա, Հայ3-ի կոնսերվա։ Բանը Սերգեյ Բագրատյանը, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում որ Վայոց-Ձորի մարզպետ էր, հիմա ծեր ուրախ ավտոբուսի վերջի շարքում նստած է։ Բան նախկինների դեմ եք, հա, դուք պայքարում։ Արա, բա Պետրոսը, արա դու էլ Բարգավաճի, չի Պետրոս։ Բարգավաճի ցուցակի երկրորդ համարի տեխնացու Պետրոս Էդիկի Ղազարյան։ Ինչի՞ չընտրվար արա դու։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։